անօք եղեք Տիգրան ջան։ Եթե մենք ամեն ինչ ճշգրիտ դնենք, վաղը քո Գուրգանը Ասադն է գիննա թագարդին մեջ։ Դու Գուրգենին լավ չես ճանաչում, Վարազդատ։ Եթե գիտես որ գոջակը սեղմես, ուրեմն ամեն ինչ ալ կստացվի։ Ամեն մարդալ իրեն թույլ գողմն ունի։ Անոր թույլ գողմը իրեն ընտանիքն է։ Հա, բայց ամեն ինչ տենց հեշտ չի, էլի, ոնց որ դու ես ասում։ 1000 հարց կա։ Ես իզուր համաձայնեցի քո հետ աշխատեմ։ Գլուխը ստանդարտ ապրում է իմ համար։ Հիմա համ Բեկի հետ խնդրեմ ունեմ, համ էլ վաղը շեֆիս հետ կունենամ։ Ինչ ա եղել, ընկեր ջան։ Heç ոչ մի բան։ Բա ինչ ես մեզ տենց ուշադիր նայում, կավա ծանոթ ենք։ Չէ, ցավը տանում, ծանոթ չենք։ Բա ինչու՞մն է խնդրեմը։ Ոչ մի բանում։ Ուղղակի մտքերով էի ընկել։ Կներես։ Կջանշնաս կոր աստղային։ Չէ։ Այ ինչու անանք հետաքրքրված կլսել գոր մեր խոսակցությունները։ Կարծես մեզի ագանջ թրած էր։ Չէ, չեմ ճանաչում։ Լավ, լսի, Վարազդատ, ինչ որ անելու եք պետք է շատ արագ անեք, որտեղ վաղ թե ուշ Բեկը գլխի կգրի, որ իրան խաբել է, ու այդ ժամանակ ես պիտի Հայաստանից փախնեմ։ Տրամներով հանդերձ։ Բնականաբար։ Հիմա ասա երբ ենք սկսում։ Վաղը արդու նոր կսկսենք ախպար։ Վաղը երեգոան, այդ Գուրգենը գիննա մեր թագարդին մեջ։ Վստահ ես դրանում։ Անշուշտ վստահ եմ, իսկ հիմա եկոր քիչ մի խմենք, հանգստանանք, աս լարվածությունը հանենք մեր մեջ են։ Զելի կարը։ Այդ ղալեղից ջուր դարան էդ գորացիր։ Բա ինչ ես դրնում մի հանգիս եղանին կտկտասնում ես։ Ոնց որ գլխից խփես։ Գնալի լավ զանգերի պատասխանի։ Զանգերին պատասխանող կա, հանգիստ եղի։ Չէ, դու գնա պատասխանի։ Մենակ մնացել էր, որ պատվիրատուները վերակս բողոք կրեն։ Գնա։ Լավ էլի, ով ծաղիկ ես ծաղկավան, ջղայրությունը վրես ես թափում։ Մի բաբոյի պատճառով սա ներվային համակարգը սխանգարվել է։ Շեֆ ջան, մի ջղայնացի։ Հիմա կգա ամեն ինչ կիմանանք։ Բարդուն ձեզ։ Շեֆ ջան, թող խոսա, հետո դուք անելիքը կորոշես։ Այ հնարավորություն տակ թող բացատրի։ Խոսա, բաբո։ Մանրամասնորեն կասես ամեն ինչ, մենակ ճիշտը։ Հասկացար։ Ախպերս մի րոպե սպասի։ Ինչ լավ է, որ քեզ տեսա, ազատ ես, չէ։ Այսինքն ուզում եմ ասեմ, մեքենան ազատ է, չէ, կարաս ինձ այրոպորտ հասցնես։ Ցավը տանեմ, հենց նոր սմենես վերջացրել եմ, գնում եմ տունն էլի, մեռնեմ ջանի։ Ուրիշ տաքսի զանգելի։ Ապեր ուրիշ տաքսի չեմ կարա զանգեմ։ Ռեյսից ուշանում եմ 45 րոպեից սամալյոտս թռնում եմ, մինչև զանգեմ գան ուշ կլինի։ Ցավը տանեմ, ես քեզ լրիվ հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացի էլի։ Սմենես հենց նոր պրծել է, հոգնած ջարդված եկել եմ, հասել եմ տեղ, գալիս էլ ինձ է սպասում։ Ապեր 2 անգամ ավել կվճարեմ։ Չէ, 3 անգամ կվճարեմ, ցավը տանը, խնդրում եմ էլի հասցրու։ Մեռնեմ սրտիդ, հարցը փողը չի։ Ախպերս վիրու չա տարա, խնդրում եմ։ Կյանքի հարց է։ Նոս կյանքի հարցը։ Հա։ Ասում ես կյանքի հարցը։ Հա։ Ադե նստի ինչ ասեմ ախպերը։
Էս է սաղ պատմությունը, շերջան։ Հաստորեն այդ աղջիկը իր կյանքով է փախել ընկերոջդ հետ։ Հա, բա ինչ այցանը տանը։ Եկան սիրում իրանք իրանց ոտով նստեցին մեքենայից մեջ, ես էլ տարա իջևա։ Բաբո, բայց այդ ոստիկանն ասում է ինչ-որ աղջիկը դեմ է։ Հա, տեղեկ եմ այդ խոսակցությունից։ Վաղ առավոտը այդ աղջիկը կգա քաղաք, կգնա բաժին ու կգրի, որ ոչ մի առևանգում, ոչ մի բան չի եղել, որ ինքը իր կյանքով է գնացել։ Վերջի վերջը չափած մարդա կարա չէին կորոշում այդ ամուսնանում։ Կարենանը կարա, բայց այդ աղջիկայերը պաշտոնավոր մարդ է ու այդ հարցը տեն չի թողի։ Աղջիկը իր խոսքը որ ասեց, հերել ոչ մի բան չի կարա անի։ Կարա, ձյաձյաբո, այս շատ բան կարա անի, որովհետև այս ընկերը իրավունք չուներ սերվիսի ավտոյով աղջիկ առևանգել, թեկուզ ձևական։ Բայց շերջան, ես ուղղակի Մի արդարացի, բաբո, դու որ մի քիչ քթածակ ունենայիր, հիմնարկի ավտոյով նման բան չէիր անի, որ մեղել սերվիսի գլխին պրոբլեմ սարքեիր։ ճիշտ է շերջան, համաձայն եմ, ես մեղավոր եմ, ու ողջ մեղքը ես իմ վրա եմ վերցնում։ Ուղղակի ես չէի մտածում, որ ամեն ինչ այսքան հեռու կգնա։ Հիմա Ռոբին հուդություն անելու ժամանակ չի, բաբո, ավելի լավ կլինի գնաս բաժին ու իրենց հարցերին պատասխանես։ Հնարավոր է, որ մինչև առավոտ քեզ պահեն բաժնում, մինչև այդ աղջիկը գա քաղաք։ Դու էլ մի մտածի, քո պահով ինձ կոնկրետ թեմա չկա։ Ես էլ կաշխատեմ ծանոթա, մոտիկա, մարդ մեջ գցեմ, որ դու այդ գործը չոր դուրս գաս։ Գնա, բաբո, տղեկ դուք էլ գնացեք։ Մինչև դրանք առավոտ ինչ է գալի գլխներիս։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, պարոն Մալաքյան։ Բայց որ չեմ կարողանում գտնեմ այդ մարդուն ինչ անեմ։ Պարոն Մալաքյան, նրա մասին ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Ես հո Շերլոկ Հոլմսը չեմ, որ մի քանի օրվա մեջ կարողանամ գտնեմ այդ մարդուն ու հանձնեմ հրավիրատոմսը։ Ես հասկանում եմ, որ միջազգային լուրջ կազմակերպության հետ գործ ունեմ։ Ես հիմա այրոպորտ եմ գնում, կհասնեմ Մոսկվա, կխոսենք։ Ոստ եմ միարի։ Ախր պարոն Մալաքյան, մի քանի ժամ առաջ լրիվ ուրիշ բան էիք ասում, հիմա լրիվ… Լավ, եղավ, հասկացա, կմնամ, կգտնեմ այդ մարդուն, կտամ հրավիրատոմսը, եղավ։ Լավ, հասկացա։ Աղբերս հետ քշի, որտեղից որ վերցրել ես ինձ։ Բայց խի որ։ Դո ես շատ գիտեմ այ աղբեր, մեկ ասում են շուտ արի, մեկ ասում են մնա գթի այդ մարդուն։ Այդ ինչ մարդ ես մանգալի աղբեր, դե եթե գաղտնիք չի էլի իհարկե։ Այն մարդ է էլի, որ $1 միլիոն է շահել։ Քեզ ինչ եղավ աղբերս։ Հեչ աղբերս ուղղակի մտքերով է ընկել, ոտս բնազդաբար գնաց Տորմուզին։ Հա, պատահում է ոչինչ աղբերս։ Ասեցի խոսքս կիսատ մնաց, մի հատ միջազգային կազմակերպություն կա, որ Լաս Վեգասում մի քանի կազինոներ ունի, ու նրանց Մոսկվայի ներկայացուցիչը ինձ խնդրել էր, որ գտնեմ այդ մարդուն ու հանձնեմ հրավիրատոմսը, որով նա կարա ևս մի հոգու հետ 15 օր անցկացնի Լաս Վեգասի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում, գումարած ամենաթանկարժեք ռեստորանները, հանգստի գոտիները, գիշերային ակումբները, մի խոսքով իրական արքայավել հանգիստ ու այդ ամեն ինչը լրիվ անվճար։ Բայց պրոբլեմը գիտես որն է, որ այս արդեն մի քանի օր է ես Հայաստանում ու չեմ կարող գտնեմ այդ մարդուն ու հանձնեմ հրավիրատոմսը։ Աղբերս, բայց այդ կազմակերպության շահը որն է, որ ուզում է այդ մարդուն լավություն անի։ Դե իրանց համար այդ ամեն ինչը ռեկլամ է։ Իրանք ուզում են, որ այդ միլիոն շահած մարդը իրանց հյուրանոցում հանգստանա։ Պարզ է։ Անգեր ջան, կարող է դու պատահմամբ այդ մարդուն ճանաչում ես։ Ես? Ես որտեղից պետք է իմանամ այդ ցավդ տանեմ։ Ես հասարակ տաքսու վարորդ եմ։ Ես դրա համար էլ հարցնում եմ էլի, որտեղ օրական 1000 մարդու հետ է շփվում, կարող է լսել ես մեկից այդ անունը։ Չէ, աղբերս, ես ուր դուց իմանամ։ Ես այն շոֆերներից չեմ, որ սիրում են պատվիրատուի հետ խոսալ։ Անգեր ջան, այս իմ համարն է։ Վերցրու, եթե հանկարծ այդ միլիոն շահած մարդու մասին ինֆորմացիա ունենաս, անպայման ինձ զանգի։ Հաստատ ինֆորմացիայի համար վճարվելու ես։ Չէ, ցավդ տանեմ, իմաստ չունի, մեկը ես չեմ իմանալու։ Ախպերս դու ամեն դեպքում վերցրու,
Մարդ ես, մեկ էլ տեսար այդ երջանիկ միլիոնատերը քո մեքենան նստեց, վերցրու։ Լավ, դուր, բայց չեմ կարծում, որ իմ մեքենան կնստի։ Դե ամեն դեպքում թող մնա էլի։ Բա հիմա ուր են գնալու։ Այնտեղ որտեղից ինձ լսրել ես։ Լավ,